Ամեն։ Պիտի շարունակենք սերդողությունը, որը սկսանք, ուխտաթրշություններ, որ գսերդենք, ուխտաթրշությունը, որ կապված է վերջին օրերու եկեղեցին հետ, եւ համարը, որ այս նյութը մեզի բացավ, երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3-ն է։ Կսե չլա, թե մեկը ցես խափե գերբովը, վասնզի այն օրը պիտի չկա աբստամբութենեն առաջ ու հայտնվի անօրենության մարդը գորստյան որդին։ Հիմա հոստեղը աբստամբության օրը գսե, ինչպես անցյալ անգամ լսինք, աբստամբություն փուն հունարեն բարը ուխտաթրժություն գսե, այսինքն մեկը որ ուխտի մեջ է, այդ ուխտեն դուրս պիտի ելլե։ Եվ որը մասն է որ գխոսի, եկեղեցի մասին, եկեղեցին որ պիտի շեղի իր ջամփային, այն ուխտին մեջ որ էին Քրիստոսի հետ, Քրիստոս եկեղեցին գլուխը, այդ ուխտեն կամած դուրս պիտի ելեն։ Եվ մենք նայեցանք անցնող չորեքշաբթիներուն, թե ինչպես սատանան պիտի կամած եկեղեցին վրա հարձակի եւ պիտի փորձե եկեղեցին աստուծմե հերացնել։ Եվ այսօր վերջինին վրան ենք, վերջին գեդին վրան ենք, որ հեզապելի հրաբուրումի մասին խոսի, թե ինչպես հեզապելը հրաբուրեց Ակաբ թագավորին, նույնպես ալ հեզապելի հոգին վերջին օրերու մեջ պիտի դիրե եւ եկեղեցին պիտի քաշե աստուծմե թեբի անտիքրիստոսին։ Ուրեմն ինչ ենք գիտենք այսօր մասին, ինչու գրնան գսել այս բանը։ Հայտնություն 2:20-ը մեզի հստակ կնե, երբ այս խոսքը Հիսուս գուղե եկեղեցիներուն, 7 եկեղեցիներուն, վերջին օրերու եկեղեցիներուն, հայտնություն 2:20-ի մեջ Թիվադիրի եկեղեցին գխոսի, եւ Թիվադիրի եկեղեցին այսպես կսե. Բայց քեզի թեմ փամ ունիմ, որ գթուլատրես հեզապել գնոջ, որ ինքսինք մարգարեյի անվան է, ու իմ ծարաներս մոլորեցնելով սորվեցնե բորնգություն ընել եւ գուրքերու զոհվածներ ուդել։ Հիմա այս մեկ կարդալովնից թերևս չհասկանանք ինչ կբադայի այստեղը, ador համար լավ գլավ որ երթանք տեսնենք թե ով էր հեզապելը։ Հեզապելը գգարթանք 16-րդ թագավորած 16:31-ի մեջ կսե առաջին անգամ որ կանտբինք կսե Նապադյան Հերոփովամին մեղքերում մեջ քալելը անոր արչև ոչինչ փամը սեբելով, ասի Ակաբ թագավորն է Իսրայելի, կսե Սիթոնացներուն ետ փաղ թագավորին աղջիկը հեզապելը գնության արավ։ Ուրեմն Ակաբ թագավորը, որ մեղքերու մեջ ինգած թագավորներ եւ աստուծմե շատ հերու թագավորներ, գամուստանա Սիթոնացներուն ետ փաղ թագավորին աղջիկան հետ, որն անունը Հեզապել էր, գսե գնության արավ եւ քնած փաղին ծառայություն արավ ու անոր երկրբակություն արավ։ Փահաղը չաստված մներ, որ միջին արևելքի մեջ կբաշտվեր եւ Հեզապելը ներկայացուց փաղը Իսրայելի եւ Իսրայելի ժողովուրդը անոր սկսավ հետևել։ 32-րդ համարի մեջ երբ որ գշարնագե կտեսնենք հոնդեղը կսե Սամարիայի մեջ իր շինած փաղի դանը մեջ փաղի սեղամը կանգնեցուց։ Կտեսնենք հոս Ակաբ թագավորը կսե փաղահամի սեղամը կանգնեցուց, այսինքն փաղահամի բաշտամունք սկսան անել եւ ասիգա եղավ հեզապելի պատճառով։ Հետո 18-րդ գլխու մեջ կգարթանք կտեսնենք որ հիմա ինչ այս բոլոր բաներ որ կգարթանք հեզապելի մասին շատ կարևոր է որ ուշադրություն ունենք, որովհետեւ այս բաները պիտի ընե վերջին ժամանակի մեջ այս հեզապելի հոգին ունեցող եկեղեցին եւ այսպիսի բաներ պիտի կատարվին
եւ մարդիկ պիտի չանդրադառնան նույնիսկ թե ինչ կբադայի։ Երրորդ թագավորաց 18:4-ի մեջ կսե, ու երբ Հեզապել դերոջ մարգարեները չարթեց, ապտյա 100 մարգարե արավ ու զանոնք 50 քարայրներու մեջ պահեց, ու զանոնք հացով ու ջրով գերագրեց։ Խոսքը տեսնենք, որ Հեզապելը կհալածեր Աստուծո մարգարեները եւ գսե դերոջ մարգարեները չարթեց։ Հեզապել դերոջ մարգարեները չարթեց։ Եվ ասիգա գծուցնե վերջին օրերու մեջ ճշմարիտ հավատացյալներուն հալածանքը։ Ուրիշ բան գտեսնենք 18-րդ գլխուն 19-րդ համար մեջ, որ Հեզապելը ռավ գսե եւ հիմա մարդ խրգե ու բոլոր Իսրայելը ու Փաղի 450 մարգարեներն ու Հեզապելին սեղանեն ու դեղ Աստարովտի 400 մարգարեները Կարմեղոս լերան վրա իմ քովս հավաք է։ Ասիկա Եղիայի պատմությունն է, որ ինչպես Եղիա Փաղի մարգարեներուն սավ երկինքեն գրագիչն է, ով որ երկինքեն գրագիչեցն է անոր Աստվածը շիդակն է, բայց կարևոր գեդը այստեղը գտեսնենք, որ Հեզապել 850 սուտ մարգարեներ գբահեր, ինքը անոնց հոգ կդաներ, եւ եկեղեցին այսօր սուտ մարգարեներ գբահե եւ սուտ մարգարեներ եկեղեցիներս եմ կհոգա, որբեսի իրենց սուտ մարգարեությունները դարածեն չորստին։ Հետո երրորդ թագավորաց 21-25-ի մեջ կգարտանք, կսե Աքահապին պես փնավ թագավոր մը եղած չէր, որ զինք խապե, զինք ծախե դերոջ արջև չարություն ունելու համար։ Իր գինը Հեզապել զինք քլխե հանեց։ Հեզապելներ Աքահապի այդ չարություններուն ծայրայղության հասցնողը եւ խելքե հանեց կսե։ Խելքե քլխե հանեց կսե իրեն Հեզապելը։ Եվ այսչափ զորավոր պիտի լա այս մարգարեյուհին, որ անշուշտ կներկայացնե այդ չար հոգին, որ եկեղեցիներու մեջ պիտի լա վերջին օրերու մեջ։ Անգե վերջը ուրիշ բանալ կգարտանք 4-րդ թագավորացի մեջ 9:30, երբ որ Հեվու եկավ զինքը մերցնելու, Հեվու այն քաչերոսներ, որ Աստված ընտրեց, որբեսի Հեզապելը մեջտեն վերցնե, կգարտանք 9-րդ գլխուն, 4 թագավորաց 9-րդ գլխուն 30-րդ համար մեջ կսե, Հեվու Հեզրայել եկավ, ու երբ Հեզապել լսեց իր աչքերուն ծարույր թրավ եւ իր գլուխը զարդարեց ու բադուհանեն նայեցավ։ Ինչ կբադայ այստեղը Հեզապելը իր չարությունները չեր բավեր Աքահապին կրավելը եւ գլխի հանելը, հիմա կփորձե Հեվուի հրաբուրել, որ Հեվուի իր քով քաշե եւ անորալ կառավարե եւ անորալ գլխի հանե։ Բայց կտեսնենք, որ Հեվու չդարվեցավ ատկե, կգարտանք, որ ինքը մերցնել դվավ բադուանեն վարձկեցին եւ Հեզապել ինգավ եւ մերավ եւ Իսրայելի ժողովուրդը ազատեցավ այդ չար Հեզապելի ցերքեն։ Հիմա հոսվոր գարտացինք հայտնությունին մեջը հայտնություն 2:20-ին մեջ որ գարտացինք Թիվադիրի եկեղեցին մեջ Թիվադիրի եկեղեցիներ Թիվադիրի եկեղեցի մեջ գտնվող այդ մարգարեյուհին գսե հիմա ուրիշ բանալ գա այստեղը որ մեզի գարտնցնե այսօր շատ եկեղեցիներու մեջ կտեսնենք գիները որ տեղ դրված են քարոզելու գլուխը լալու անգլիական ասկային եկեղեցին
այսօր գլուխը գին է եւ գիները անշուշտ իրենց դեղը ունին եկեղեցի մեջ շատ բաներ գնանել եւ պիտի անորմալ խոսենք քալիք շաբաթներու մեջ բայց շատ հստակ կնե Պողոս Արաքյալը առաջին Դիմետրոս 2:12-ի մեջ կսե բայց գնոջ հրաման չեմ դար սորվեցնելու ոչ այլ մարդուն իշխելու հաբա լուր գենալու հիմա գրնանք Պողոս Արաքյալին ասացին թե ամեն տեսակ արարգություններն էլ կամ թե վեճերու գեդեր գտնենք բայց հարցը այս է երբ որ Աստված փամը գսե նպատակ ունի պատճառ մը գա նույնիսկ չհասկանանք պետք է ընդունենք մեր լավությանը համար եւ ինչպես ասի այս վերջին օրերու մեջ եկեղեցիներու առաջնորդներն ասենք Անգլիայի բարակային կաթողիկոսը ասենք մեր հայերուն հաշիվով դինայք կաթողիկոսը գինե ալգդեսնենք ուր գերտա ասիգա եւ ուրիշ փամնալ ճշմարտությունը հոստերը որ գտեսնենք հայտնություն 2:20-ին մեջ որ դերի գունենա այն է որ գսե բայց քեզի դեմ փամ ունիմ որ գթուլատրես հեզապել գնոջ որ ինքսինք մարգարեյի անբանե ու իմ ծարաներս մոլորեցնելով սորվեցնե բորնգություննել եւ գուրքերու զովազներ ուդել կտեսնեք ինչ կբադայի որ այստեղը աստուծո զավակներուն յետևեն գերտա անոնց գուզե սորվեցնել բորնգություն եւ գուրքերու բաշտել մենք անշուշտ բորնգություն բարը բացադրած եմ ասկի առաջ թե ինչ կնշանակի Աստված ինչու համար այդ բարը գործած է որովհետեւ Աստված երբ որ Իսրայելի ժողովուրդը ընտրեց իրեն համար զադեց եւ իրեն պետք է բաշտեին բայց ինչպես կսե գինը իր այրը ցկելով գերտա ուրիշներու հետ հարաբերություն ունենա պատկերացնե այդ բորնգության եւ ճիշտ այն է որ կբադայի աստեղը երբ որ դարբեր բաներ գսորվեցնե գսեմ ծարաներուս ինչպես թույլատրես հեզապել մոլորեցնելով գսորվեցնե բորնգությունն էլ եւ գուրքերու զովազներ այսինքն հավատքը գշեղեցնե եւ անշուշտ ամբոր աստուծո չբաշտեր գուրքերու գբաշտե եւ ասիգա պայման չէ որ արցան մլա գրնա ոյ մեկ բանալալ գրնա միտք մլալ որ գրնաս պաշտել եւ երբ որ այդ միտքը աստուծո ավելի բարձր գսեբես այդ միտքը գրնա քու աստվածը դառնալ եւ դու այդ միտքին գծարայես նպատակին եւ ոչ թե աստուծո գամքին եւ անշուշտ կարեւոր է որ հովիվները կամ երեցներ եկեցներուն արթունը լան այսպիսի բաներ չարդոնելու նայեցեք Կորցկարակելոցի մեջ Պողոս Արաքյալը ինչ կնե Եփեսոսի երեցներուն երբ որ գսե Կորցկարակելոց 20:17-ը հետո 28:31-ը Մելիդոսեն մարդ խրգեց Եփեսոս ու եկեղեցին երեցները կանչեց Պողոս Արաքյալը կարևոր շատ կարևոր կնկատե որ երեցները եկեղեցին հովիվները զորավորը լան հաստատուն քետնի վրա գայնին ուրեմն հոսք սկուշացնեք ուրեմն սկուշացեք ծեր անձերուն եւ բոլոր հոդին համար որուն վրա Սուրբ Հոգին ցեզ դեսուչ դրավ աստուծո եկեղեցին հովելու զոր իր արյունովը ստացավ քանզի գիտեմ թե իմ զատվելես յետքը ծեր մեջ հապշտագող քայլեր պիտի մտնեն որոնք պիտի չխնայեն հոդին ու ցեզմեալ այնպիսի մարդիկ պիտի ելեն որոնք ձուր բաներ պիտի խոսին աշակերտները իրենց յետևեն քաշելու համար ուստի արթուն գեցեք եւ մտքերնիդ բերեք թե 3 տարի քիշեր ու ծորեք չթատրեցա ամեն մեկը արցունքով խրադել է հոստերը գտեսնենք որ Պողոս Արաքյալը իրենց կսկուշացնե քալիք բաներն եւ գտեսնե ինչ կրնար բադահիլ իրենց
անոր համար կանուխեն գավակե երեցներ իրքով որբեսի արտնցնե իրենց որ դեղի չդան այսպիսի բաներում եւ այս հեզապելի վարդապետությունը նայեցեք ինչ քեշ բան է ինչ վտանգավոր բան է հայտնություն 2:24 երբ կշարունակենք Թիվադիրի եկեղեցին պատկամը գսե ցեզի գսեմ մյուսներուտ որ Թիվադիրի մեջ եք բայց այս վարդապետությունը ճունիկ որ չջանցակ սատանային ծածուկ բաները ինչպես գսեն ծեր վրա ուրիշ ծանրություն չեմ ցկել ուրեմն այս հեզապելի վարդապետությունը որ եկեղեցիներու մեջ մտնե գսե սատանային քախնիկներն են սատանային ծածուկ բաներն են եւ մենք կգարտանք Մովսեսի մասին որ Աստված գսե ես գսե Իսրայելի ժողովրդին գխոսիմ գսե բայց իմ ծառայիս Մովսեսի քախնիկներս գսեմ հիմա գտեսնեք հարաբերությունը այս երկու համարներուն երբ որ գմտնե այս վարդապետություն եկեղեցիներս սատանային քախնիկներն է որ գմտնեն եկեղեցիներ սատանային ջանգերը եկեղեցիներս գմտնեն եւ այս բոլոր ժողովուրդները գբրնեն եւ ասիգա շատ վտանգավոր բան է Հայտնություն 17-ը մեգեն 9 մեզի ավելի գստագացնե թե ինչ կբադահի այս հեզապելի մասին որ գուզեմ գարտալ արակմա դեմ ինա համար է բայց գուզեմ քահապար ունենակ ինչ կբադահի այստեղ վերջին օրերու մասին է որ խոսենք եւ մեր համարը գսե այս բաները պիտի լան գսե 7-ը Սկավարակներ ունեցող 7 ռեշտակներեն մեկ եկավ ու ինձի հետ խոսեցավ ասելով Եկուր ու քեզի ցուցնեմ այն մեծ բորնիգին Թադաստանը Ինչը սավ 2:20-ի մեջ հեզապել մասին բորնգություն գսորվեցնե գինը որ բորնգություն գսորվեցնե հիմա նայեցեք ուր գասնի այդ գնգան բորնիգությունը շատ շարունակությունը գսե որ շատ ճուրերու վրա գնստի այսինքն ժողովուրդներու վրա ճուրերը ժողովուրդներ կներկայացնեն, որուն հետ երկրին թակավորները բորնգացան ու երկրին փնագիչները անոր բորնգության քինիովը քինովցան եւ զիս արավ անաբադ դարավ հոգիով ուր դեսա գինմը որ գարմիր քազանիմը վրա նստեր էր այն քազանը լեցուներ հայեյության անուններով ու 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ գինը Ձիրանի ու գարմիր հակաձեր զարդարված էր ոսկիով ու բադվական քարերով եւ մարգարիտներով եւ իր ցերկը ոսկիե քավատն ուներ բղծություններով նորեն այս բառը գարտանք ու իր բորնգությանը անմակրություններով լեցուն անոր ջագնի վրա անուն մկրված էր խորհուրդ մեծ Փապելոն բորնիկներու ու երկրի բղծություններուն մայրը Չեմ գիտեր ասում կարտացերեք կամ թերևս չեք հասկնարսելով գծատկիկ ասոնց վրա են այսօր ցեզիսեմ եկեղեցիներ այս բորնգության մեջ ինգած են որովհետև ցածկած են ասնույթին վրա են կփախցնեն ասնույթը գսեն անհասկանալի է կամ կարևոր չէ պետք չէ եւ ադորամար գինան այս բորնիգին ծուղագի մեջ է գսե ինքը գսե երկրի բղծություններուն մայրն է երկրի բղծություններուն մայրը տեսա այն գինը որ սուրբերուն արյունովը ու Հիսուսին բգաներուն արյունովը քինովցած էր եւ ասիգա վերջը պիտի տեսնենք ուր գտանի գխոսի ասիգա գաթողիկե եկեղեցին մասին որ ճիշտ այս բաները ռավ շատեր զոհվեցան որովհետեւ հագարագեցան այս եկեղեցին եւ գարավարություններու հետ հիմա գաբունի ինձ միներվիկ սուկիրկը գսեգոր երբ դեսա զանիգա մեծ զարմանքով զարմացա հեշտագ ինձիսավ ինչու զարմացար ես քեզի սեմ այն գնոջ խորուրդը ու այն քազանին որ զանիգա իր վրա գգրե ու 7 գլուխ
եւ 10 եղջյուր ունի։ Այն կազանը, որ տեսար, գար ու չգար, բայց անտունթեն ելլելու է ու կորուստին երթալու է։ Ու երկրի վրա բնակողները, որոնց անունները աշխարհին սկիզբեն ի վեր գենաց գրքի մեջ գրված չեն, պիտի զարմանան, երբ տեսնեն այն կազանը, որ գար ու չգա, թեև գա։ Հոս պետք է իմաստություն ունեցող միտքը, այն 7 գլուխ 7 լերներ են, որոնց վրա գինը գնստի եւ 7 թագավորներ են։ 7 լերները գխոսի Հռոմի մասին, Հռոմ քաղաքը շինված է 7 լերներու մեջտեղ եւ Վատիկանը Կաթողիկ եկեղեցին Գետրոնը ճիշտ այդ 7 լերներուն մեջտեղը շինված է եւ ադոր մասին է որ գխոսի։ Ուրեմն այս բոլոր խոսքերը եկեղեցի մասին գխոսի, գին բորնիկ բարը որ քիչ առաջ բացադրեցի Աստուծո մոդեցումով, որ ասոնք բորնը գացած էին, որովհետև իրենց ցկեցին, իրենց որպես իր ժողովուրդը ընդրեց, բայց իրենք հագարակ դարձան եւ կացին ուրիշ աստվածներ ծառայեցին։ Հիմա կտեսնենք, որ այս բորնիկ գինը մեծ բորնիկը գսե, մեծ բորնիկը եկեղեցի մնե, որ պիտի ամեն եկեղեցիներու վրա իշխե եւ այս եկեղեցիները իր դակ պիտի առնե եւ պիտի բոլորը մեկ այս վերջին օրերն մեջ պիտի գազմեն այդ սուտ եկեղեցին, գեղձ եկեղեցին, որ պիտի մաս կազմե համաշխարհային մեկ կրոնքի։ Եվ ասիգա ամենավտանգավոր բանն է, բայց չեմ ասել, որ մյուս բաները, որ սերդեցին, անոնք վտանգավոր չեն։ Բոլորն ալ պիտի առաջնորդեն վերջավորության այս հայտնության այս 17-րդ գլխուն, ինչ որ գարտացինք, պիտի վերջավորության կդարվի։ Ուրեմն այս թիվադիրի մեջ հիշված երկրորդ գլխուն 20-րդ համարը, որ գսե գսորվեցնե, անշուշտ սխալ վարդապետության մասին չէ, որ միան գխոսի, այլ ընդհանուր սիստեմը, որ պիտի ստեղծվի եւ արդեն մեջտեղ գա, որ պիտի գարենան անտիքրիստոսի ծառայեցնել բոլոր այս եկեղեցիները, որ իրենց հետ կմիանան։ Եվ ասիգա անտիքրիստոսի եկեղեցին պիտի դառնա, որ ինչպես ասի Հռոմի մեջ պիտի լա իրենց կետրոնը։ Նայեցեք հետաքրքրական բան կա, որ գարտանք բորնիկի մասին, թե ինչպես գհրաբուրե մարդկանց, որ իրեն հետևին։ Նորեն բավական է, կուզեմ բայց կարդալ, լավ գլա, որ ասպաները ուշադրություն դարձնենք։ Արագած 7:6 21 ինչպես բորնիկը ցերկ կծկե մարդոց եւ ասիգա ճիշտ այս եկեղեցին կորզն է որ այսօրերս կգադարվի ինչպես եկեղեցիները իրենց կողմ կքաշեն եւ գծավի մսելու որ վերջերս երդասարտությունը որ կփնդրե հավատքը բանի հետևելու ավելի գերտան կաթողիկ եկեղեցին կողմը որովհետեւ բաներ կան, որ մեջ իրենց քաշողական գդանի անգոմ։ Գարտանք, արագած 7:6-21, թե ինչ կբադայի անդեղը, բորնիկը ինչ կնե։ Կսե բասնզի իմ դանս պադուհանեն իմ վանթագես նայեցա, և ամմիտներու մեջ տեսա ու երդասարտներու մեջ պագասամիտ պադանիմը կդա, որ փողոցին մեջ այն գնոջ դանը անգույնին կովեն գանցներ, ու անոր դանը ջամփան բռնեց, երբ իրիգուն եղավ, օրը դարաժամեցավ, ու քիշերվան մութը դիրեց, անոր արջև գիմը ելավ, անիգա բորնիկի գերբարանք ու նենքավոր սիրմը ուներ, անիգա աղագող ու անսկամ էր, ու անոր ոտքերը իր դանը մեջ չէին գնար,
երբեմն դուրսը, երբեմն հրաբարակները եւ ամեն անգույնիքով թարանամուտ կլար։ Զանիգա բռնեց, համբուրեց ու լիբր երեսով անորսավ։ Իմ քովս խաղաղության զոհեր կան եւ այսօր իմ ուխտերս կատարեցի։ Անոր համար ելա քեզ դիմավորելու, քու երեսդ փնտրելու ու քեզ կտա։ Իմ անգողինս ծածկոցներով զարդարերեմ, Եգիպտոսի ծաղկանկար փեհեզով, անգոնիս վրա զմուրս, հալուե ու գինամոն ցաներեմ։ Եգուր մինչև արդու սիրով զվարճանանք ու ցանկություններով սպոսնունք, բասնզի ամուսինս տունը չէ, անիգա հերու ջամփա գնաց։ Ստագին քսագը իրեն հետ արավ եւ լուսնին լման օրը դում պիտի թարնա։ Այսպես իր շատ խոսքերով Զանիգա հրաբուրեց ու իր շրթունքներուն շողոքորտությունով Զանիգա քրավեց։ Այս կբադայի այսօր այս եկեղեցիներու մեջ ազատություն կա, ամեն բան ընդունելի է, հանդուրժողականություն կա, որ իրենց կարծեմ վերջին օրերու գրոնքը բիլա հանդուրժողականություն։ Պիտի հանդուրժեն ամեն բան, բացի Քրիստոս է, որովհետև Քրիստոս որ մտնե, միս բոլոր հանդուրժողականությունները դուրս պետք է ելեն։ Երբ որ Քրիստոս գսե ես եմ ճամփան ճշմարտությունը ու կյանքը մեկը հորը քով չկար եթե ոչինցմով, ասիգա գավրե միս բոլոր գրոնքները, բոլոր վարդապետությունները, որ Քրիստոսը գուզեն դուրս ցկել։ Չի գնար լալ որ Քրիստոս ճամփանը լա եւ միս բոլոր բաները հանդուրժողը լանք։ Անոր համար վերջին օրերու մեջ հալածանքը պիտի շատնա քրիստոնյաներուն անտեպ, քրիստոնյա ասելովս անոնք որ Քրիստոսի հետևորդներ են եւ ճամփային պիտի չշերին, իրենց սկզբունքներեն պիտի չշերին, Քրիստոսը պիտի անվանեն իրենց Տեր եւ Բրգիչը, անոնց հալածանքը պիտի շատնա, որովհետեւ պիտի չհանդուրժեն միս բոլոր սխալ գրոնքները եւ վարդապետությունները, որոնք պիտի դանին այս համաշխարհային մեկ գրոնքին, որոնք գլուխը ինչպես ասենք Հռոմ բիդլա։ Եվ հոս մեկ բան որ գտեսնենք այս բորնիգը որ գարտացինք Արագած 7-ին մեջը 6:21 ինքսինքը շատ քեղեցիկ գծծնե, ինքսինքը հրաբուրիչ կնե եւ այս երդասարտը թյուրությամբ անոր թագարտին մեջ կինա։ Եվ այս գրոնքը վերջին օրերու հեզապելի գրոնքը շատ հաճելի պիտի ըլլա բոլորին։ Անոր համար բոլորն ալ պիտի հետևին առանց հարցակնելու թե արդյոք ասոր յետևը ինչ կա, ասի ուր պիտի դանի մեզի։ Եվ նայեցեք ինչ կսե հայտնություն 18:4 ինչ խրատ կուտա այս հարցին շուրջ 18:4 կսե ելեք երկինքեն ուրիշ ցայմը լսեցի որ գսեր ելեք ասոր մեջեն իմ ժողովուրդս որբեսի ադոր մեղքերուն հաղորդագիծ չլակ ու ադոր հարվածներեն բաժին չունենաք։ Գտեսնեք, Աստված գսկուշացնե գսեք ելեք անոնց մեջ են, չլա որ անոնց այդ բաժին ունենաք, որովհետև եթե անոնց այդ բաժին ունենաք, անոնց հարվածներն ալ պիտի ուտեք։ Եվ 22-23 մեզի գսե ահա ես Զանիգա անգողին պիտի ցկեմ ու անոր հետ շնություն ունողները մեծ նեղության մեջ, եթե իրենց գործերուն համար չաշխարեն, անոր զավակները պիտի մերցնեմ ու բոլոր եկեղեցիները պիտի գիտնան թե ես անեմ որ երգամունքները ու սրդերը կքնեմ, յուրաքանչյուրի ծեր գործերուն համեմատ պիտի հադուցանեմ։ Կսե անոնք որ բորնգեցան անոր հետ կսե
անոնք մեծ նեղության պիտի մատնվին։ Այսինքն մեծ նեղության մատնվելը ասիկա 7 եկեղեցիներուն պատգամներն է, որ Հիսուս տվավ Հովհաննես Արաքյալի միջոցով, մեծ նեղություն եկեղեցիներ, որ հափշտակվեին, մեծ նեղությունը պիտի սկսեր եւ գսե անոնք, որ ասոնց կեդևին, մեծ նեղության մեջ բաժին պիտի ունենան։ Եվ այս բոլոր սազներս, եթե միասին բերենք, մեկ բան գծուցնե մեզի, որ այս ուխտաթրջության ժամանակ Աստուծո ճշմարիտ եկեղեցին պիտի մերժվի, մաքուր եկեղեցին, այն եկեղեցին, որ գույս է, այսինքն սուրբ է, սուրբ կյանք կաբրի, Հիսուսի ճշմարիտ եկեղեցին է, Հիսուսի մարմինն է, որ Հիսուս օրեօր գմաքրե, գսրբե, գսրբացնե։ Երկրորդ Կորինթացիս 11 Երկրորդ Կորինթացիս 11:2-4 գսե վասնզի ցեզի հանդեպ աստվածային նախանձ ունիմ, վասնզի ես ցեզ էրգանմը նշանեցի մաքուր գույսի մպես Քրիստոսին արչև հանելու, միայն թե գվախնամ, որ ինչպես օծը Եվան խապեց իր խորամանկությունով, նույնպես ալ ցեր մտքերը աբագանին Քրիստոսի վրա եղած միամդութենեն։ Վասնզի եթե մեկը քալուլա եւ ուրիշ Հիսուս մը կարոզե, որ մենք չկարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնեք, որ մեզ մեջ չարիք, կամ ուրիշ ավետարանը, որ մեզ չեք ընդունած, այնպիսիներուն ալ աղեք կհանդուրժեիք։ Պողոս Արաքյալը կխրադե Կորինթոսի եկեղեցին, ասելով, որ զգուշ եղեք, ինչպես օծը Եվայի խապեց գսե, նույնպես ալ այս անցիգը շատերու պիտի խապեն։ Ուրեմն ինչ է բոլոր այս կապարսինք հեզապելի հրաբուրելը գաբունի ճշմարիտ եկեղեցին հագարագիլը, մերժելը, Սուրբ եկեղեցին, Քրիստոսի եկեղեցին, որ գսպասե եւ գպատրաստվի Քրիստոսի երկրորդ քալսյան։ Այսօր եկեղեցիներ, որ ասնույթը չեն կարոզեր, պատճառ գտարնա, որ այդ եկեղեցիները թույլնան, որովհետեւ նախ չեն հավատար, որ Հիսուս պիտի վերադառնա, եւ եթե գահավատան, գսեն, որ օրմը Թարեր է, որ գսեն պիտի վերադառնա, ուրեմն մենք կրնանք ուզածնուսպես ապրիլ, օրմը Հիսուս կուքան է, այն ադենալ գմտածենք, ինչ կլան է գլա։ Սա աս մտածողությունը գալ, թույլ կյանքեր ապրիլ, անհոգ կյանքեր ապրիլ, եւ ադոնամար եկեցին ավելի գամած կթույլնա, եւ այս հեզապելի վարդապետությունը ուսուցմունքը երթալեն ավելի իրենց կփռնե, ինչպես կարտացինք Բորնիգին այդ երդասարտին քաշելը եւ այսպեսով եկեղեցին կգործանի երթա այդ վերջին օրվա համաշխարհային եկեղեցին մաս կդառնա։ Եթե մենք արիտանք այսօր ոյ մեկ կերպով որ as ecumenical շարժումին հետ կապ ունենանք, կամ թե համայնքային ժողովներ միանանք, այսօր մասին խոսեցանք, երբ որ եկեղեցի մասին խոսեցանք, թե եկեղեցին ճշտոն ինչ է, եւ այս տեսակ խաղապարներ, միացման խաղապարներ, բոլորն ալ վտանգավոր են։ Եվ այսօր կխոսիմ հովիվներու հետ, որոնք այս բոլոր բաները մեկտի դրած են եւ ecumenical շարժումին յետևեն են, գծավի մսելու, որ քանի որ չեն սերդեր այս հայտնության գիրքը եւ ուր կդանին այս շարժումները, ոչ մեկ դժվարություն ունին այսպիսի գազագերբություններու հետ կորձակցիլ եւ ծառայել
այսինքն միասին գերտան աղոտքի ասկե 1-2 դար COVID-ի ժամանակ էր գարձեմ նգար մտեսա եւ ուղագի սիրտս ցավեցավ Բեյրութի Անտիլիասի եկեղեցի մեջ անոք որոնք ծանոթ են Գիլիգիայի թեմը համա կրոնայինս եմ որովհետև համայնքներ չէր Երանի համայնքներ լայն ամենը հավաքված էին եւ աղոթքի օր որոշած էին եւ հոնդեղը գային մուլլաներ շեխեր եւ այսպիսով միացած աղոթ կնեին չեմ գիտեր որուն աղոթ կնեին որովհետեւ իսլամներուն աստվածը մեր աստվածը չէ նույն աստվածը չէ լուսինի աստվածը կբաշտենանոնք չեմ գիտեր ինչպես կրնան իրարու հետ աղոթել բայց այսպիսի բաներ կան որ ցավալի է եւ այս բոլորը վերջավորության հրոմ կդանին այս գրոնական համակարգը որ մեջտեղ եկած է եւ գշարնակվի Ադոր վախճանը կդեսնենք, որ լավ բիդի չվերջանա, ինչպես հայտնությունը գսե դեսա անգինը, որ սուրբերուն արյունովը ու Հիսուսին վգաներուն արյունովը կինովծած էր, երբ տեսա զանիգա մեծ զարմանքով զարմացա։ Ասիգա է վերջավորությունը։ Եվ այս բոլորը մեջտեղ գուքա, ինչպես կարդացինք Հեզապելի պատմությունը, երբ որ ինքնինքը կսե հևուի արջև զարդարեց կեղեցկացուց եւ հրաբուրիչ ծծուց եւ այսօր ճիշտ այդ է որ կբադայի անոր համար կտեսնենք որ եկեղեցին օրեօր այս շարժումի մեջ որ մտած է ավելի եւ ավելի կմոդենա այդ մեծ նեության ժամանակի համաշխարհային գրոնքին որ անտիքրիստոսը պիտի պաշտե Ուրեմն ինչ մեզի սորվեցուց այս 4 կետերը, որ սատանան կգործած է այսօր եկեղեցին քանթելու, առաջին տեսանք գորխին հագարագությունը, հագարագության հոգին, հետո նայեցանք Գայենի ծևին, ինչ էր, որ գորխին հագարագությունը մեզի գծուցնե աստուծո իշխանությունը մերժել Գայենի ծևը ջամփան աստուծո շնորհքը մերժել է Գայենը փորձեց իր ցերքի կորձերով հաջեցնել աստուծո զոհմադուցանեց եւ աստված մերժեց հետո փաղամի վարդապետության նայեցանք որ մեզի ցծուց թե ինչպես վերջին ժամանակներում մեջ բիդի մերժեն աստուծո չափանիշները եւ այսօր հեզապելի հրաբուրումը կտեսնենք որ բիդի վերջավորության մարդիկ մերժեն աստուծո ճշմարիտ եկեղեցին եւ քալ անգամին դերգամի բիդի նայենք թե աս համարը ճիշտ որ Թեսաղոնիկեցիս ամեն անգամ ցեզի գարտացի երկրորդ Թեսաղոնիկեցիս 2-3-ը ինչպես պիտի լա եւ կարծեմ երկու անգամ եւս ունենք որ մյուս անգամ նպատեսնենք ինչ պետք է ընեն հավատացյալներ այսօր որ այս թագարտին մեջ չինան եւ այս շարժումներեն չդարվին դերը օրհնե բոլորի